Հինգը մարդ, մեզ տարեք, մեր երկրի վարչապետին միատենանք, ներկայացնենք, ես մի տարի, այլ լսի մի րոպե, որպես ոչ թե նախարար, այլ որպես մի հատ ջահել երիտասարդ հայ ազգի, մեզ մի հատ օգնի, տանենք, այդանք վարչապետին ներկայացնենք, որ պարոն վարչապետ, արդեն 2 տարի մեզ խաբում են, մեր փողերը չեն տալիս, ու ոչ մեկ չի կարում այս հարցը լուծի, մի հատ իմանանք պատճառը, ու երկրորդ, մի հատ երկրորդ հարց, այդ ոնց է լավ, այդ ավոն, փողեր կարեցավ տա, ով որ դուխով էր, ասենք ձեր նմանն էս ղեկավար ուներ, որ զանգեց այդ տղա, փողը տարտուր, երևա այս Արտաշատ լճիվրեն փողերը տվեց, այս քասի քյուսուբի փողը չի տալ, հիմա դուք ինչ ասում եք, կներես, մենք չենք։ Հազար անգամ եղել է, որ ասել են գյուղապետը թոցուցակն անի, բայց չթողեք բաժանեին։ Կարող է գանք ընկնենք հայ։ Մի րոպե, փողը բերելուց հիմա ես թույլ եմ, զորբաները պետք է ստանան։ Դու ես թույլ բա մենք ինչ ենք ասում։ Դուք մի հատ փափուկ բարձր տնում մեր գլխին ու այդ հարի հուրիներն ինչ են առաջարկում։ Ավետի չվանով, խորնի մտի։ Լակոտին բերես, ես տնակալի։ Ավետին եք դուք պատժեր կանում։ Ով ավետին պատժեր։ Ավետի չվանով խորնի մտի, վաղը բազար ալելու, այս պաշտոնը հիմնական չի։ Այս պաշտոնը հիմնական չի։ Մեզի տարածում Ես խոսալու դիմաց, ավելի լավ չի, ավելի հաճելի չի։ Ուրեմն վարչապետ նախարարին նախարարին ասեք թող մեզ ընդունում մտ իրար մոտ։ Նախարար չէ վարչապետ։ Մի բան ասեմ էլ այս վարչապետն թող ես մտնում։ Արի մի կերով, արի։ Ես տեսեք, ախր դուք չեք լսում։ Ինչ չի կարելի։ Արի։ Մերերը խարի։ Այս ասակից ես չաջարվել եմ։ Մի հատ խուժանն ուտի։ լավ մենք նոր տարի չանենք։ Օրական նախարարը զեկուցում է իրավիճակի մասին։ Օրական զեկուցում է։ Հիմա դուք այսինքն եթե դուք գնացիք վարչապետում ինչ ա փոխվել։ Վարչապետը ասող տղա է, ինքը կարա կարգադրի, ինքը կարա ասի։ Փողը երբ ես տալու։ Տող ինձ չի։ Ինքն է գլավնի։ Մերոպե, բան չես եկես թող խոսում։ Ալեք վերև։ Ինչ ես խոսում դու։ Այսինքն Տանտերը վարչապետի Տեղակալն ես հավտանը։ 28-ով արդեն ոնց ենք անելու։ դու լսում ես ինչ էի ասում։ Մենք լսել ենք։ Հունվարի 1-ից մինչև այսօր ասում են, այսօր վաղը, քանատ այսօր վաղը։ Եթե մի ղեկավար չի կարող մի հատ օլիգարխին պատժի, ուրեմն թե ղեկավար չկա։ Վերջ։ Այո։ Այդ ավոն օլիգարխ է, էլի։ Բայց Արի ախպեր, եթե ավոն օլիգարխ է մենք ասել։ Շրջանթանուր էր ասում։ Լսի, պարոն Մակարյան, ավոյին զաստավի տարեք թու ավտոն ծախ, ինչի չեք անում։ Շուրջ 50 միլիոն դրամի պարկ իր հայտարարություններով այդ վինար ընկերությունը ունի։ Բանակ ու մի կազմակերպության պետքա վաճառել, բանակցությունները ավարտվեցին, չստացվեց։ Հիմա ամսի 28-ին ավարտվեցին այդ բանակցությունները, այս քանի օրվա մեջ բանակցել են վերամշակողների հետ, որպեսզի գնեն։ Պռոշյանի գործարանը ուրեմն գն։ Մի րոպե թողեք Գործ չունես իրանց հետ, կայնետում ենք դատախազություն այ գորոջան տնակ այդ մեր հարցը ոնց է լուծվում, դուք մեր հարց չեք, պարոն Մակարյան, իսկ որ ձեզ որպես մարդու, մեզ ընդառաջի եթանք դատախազություն այդ ավոն։ Բայց դատախազությունը ձեզ ով արկել է գնաք։ Արի մեր գյուղնախարարն էս, արի։ Ինչ գան, ինչ գան։ Գա մեզ ուղ, էսի ձեր Երևանն է, դուք եք, մենք չգիտենք։ Լսեք։ Ախպեր, այսօր կարաս ավոյնաս ավո քո ջիպը, քո Lexus-ը ծախի ես մարդկանց փողը տուր։ Էդի մեր փողով է, թե ինքը ձեզ փող ատվեք, կներես, կարող է սխալ է, այս երկրում ով ինչ ասում է պատասխան չի տալիս, մեկը։ Քեզ էլ է փող տվեք, քո շեֆին էլ բուրա մեր փողերը։ Լսեք, էլ ուրեմն։ Ախպեր, քեզ փող չի տվել։ Այսքան ժամանակ։ Կաշառակերությամբ չեք զբաղվել։ Ընցի տար ախրանիկ սաղից կառն է։ Որ խոսում ենք ամենակս իր խոսքի համար պատասխանատու պետք է լինի։ Բավոն ասեց, եթե չտամ ինձ։ Ավոյ դու իմ հետ ես խոսում, ավոն ինչ մեր փողերն ենք ուզում տվեք, լավ, ուրիշ բան չէ։ Ինչ անեմ։ Ավոն իմ ավոյ հետ ես խոսում։ Ես ասում եմ ավոն խափում է, դու ինչ եք ձեռնարկում։ Ամեն օր ասում վինարի տնօրեն, որպեսի ուզում եք իմանալ, որպեսի ուզում եք իմանալ ինչ ենք ձեռնարկում, երեք խնդրեցի, ասի 10 հոգով եկեք նստեք։ Հիմա եկել է քաղաքի մեջտեղը կանել ես, ասում ես ինչ եք ձեռնարկում, որ ավոյին տարան նստեցին, դրանից ոչ դու ես շահելու, ոչ ես եմ շահելու, քո փողերը հնարավորություն կա որ չտա։ Հիմա դրա համար ասում ենք ամենանորմալ տարբերակը, այդ մարդու սպիրտը առնող ենք ճարե։ Պռոշյանի անվանական ասում, Պռոշյանի գործարանը,
որպեսզի անի վարկը ստանա, ավոյից առնի այդ փողերը բերեն տան ձեզ։ Հիմա դուք ավոյին, հիմա ավոյի դեմ քիչ եք եթում խոսում։ Ավո վախենում է։ Ավո, լսի, ավոից վախենում է։ Ձեզ վախենալ են ասում։ Ձեզի տարի 2 ամիս խափել են, չէ։ 6 ամիս։ 6 ամիս որտեղ։ Սեպտեմբերից միջին։ Սեպտեմբերից Մի րոպե, դեկտեմբեր 6 հա, ամիս։ ինչ, դա 2 խախտում է։ 2 ամիս խափել։ Լավ, հիմա լավ։ Հիմա որ ասենք այս 10 օրն էլ, ասենք սպասեք, մի շաբաթ 10 օր սպասեք, որևիցե բան փոխվելու է։ Պարոն Մակարյան, ինքը նորից է ձեզ խափելու։ Հիմա կոնկրետ պրոշան այդ քանի որ հասել է, այսինքն այդ process-ը շուտով ավարտվելու է, դրա համար նշում եմ Պրոշյանի անունը, որը կոնկրետ ասում չէ։ Հա, բետ եմ ասում ես մարդկանց ես 2 ժամ։ Բակայան ջան, ցավոք կանեմ։ Բայց ժամանակ Ընդհանուր պարտքը 145.2 միլիոն դրամ, որի մեծ մասը քաղցրաշենի եւ հարակից գյուղերի պարտն է վինար ընկերության։ Մնացածը մինչև տարվա վերջ ամենօրյա աշխատանք է տարվում, որպեսզի վճարեն։ Ուղղակի մնացածը շրջանառու միջոցները իրենց ամբողջովին ուղղում են պարտքերի մարմանը, իսկ այս կազմակերպությունը ոչ գրավ ունի, ոչ վարկունակա, դրա համար խնդիրներ ունի, ոչ էլ ապրանքնական ծախ։ Հիմա դրա համար այդ գնորդին գտել ենք, որ սպիրտը գնի եւ պարտքերը վերադարձնի։ Իսկ պարոն Մակարյան, մի հատ նորից հարցելը, ավոն մեր փողը տոկոսով չի տալու, 0.15%-ը բան։ Այդ սահմանադրություն գրողներին դուք որպես գյուղնախարար, մի րոպե քուրո ջան, այնպես կողքի չասիկ ընկեր, որ սահմանադրություն է գրում ազգային ժողովում, այդ որ գյուղացուն 0.15% բրթում եք տոկոս, այդ մարդը մի տարի կես Կողից որ իմանան իմ վրա ես գոռում, հա։ Չէ, ես քեզ արդեն լսի, արդեն դավադիտ ենք ելել, որ 0.15% մեր վրա փող են բրթում, այս հարգելի ազգային ժողովի падգամավորները, որ մենք ենք ընտրել։ Այդ ավոյի վրա 0.15% խիչ եք կիրառում։ Ին վրա կիրառել են։ Ես ունեմ խաղող 30 տոննա, տվել եմ ավոյին, մինչև այսօր ընձի արդեն 500,000 պարքա մնացածը տվելա կիսա, տվելա։ Ես չեմ կարողացել գյուղի փողերը տամ, 10 հեկտար հող ունեմ, միլիոն դրամ պարկ եմ, 2 տարվա պարկ եմ, եկել այն վրան 500,000 ավել, դուք ինչ եք մտածում, որպես գյուղ նախարար, այսօր գիտեք գյուղի ամենամեծ հողերից տերը ես եմ, ու խորտակվում եմ, չեմ կարում փագել, գիտես գյուղացին սկած է, ու այսօր մտածում եմ մի հատ երազանք, որ գյուղում մեկը գա հողը սառնի, մի հատ ստից ասենք ղեկավարի գա մեր հողերը առնի, մենք պրծնենք, հողը մինուսով է։ Ձեր գյուղը այնքան շուխորար է, ձեր գյուղը հող առնողել չի։ Հա, պարոն նախարար, ինչ եք մտածում։ Ազգային ժողովում մի հատ ասեք, այդ 0.15%-ները մենք այդ հարցերն էլ վարչապետի էլի հանձնարարականը կա։ Երեք ազգային ժողովում էլ այդ հարցը հնչեցվեց։ Հիմա կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի լուծումներ տվենք։ Որ կոնկրետ հիմա բան չկա, ես չեմ կարող ձեզ պատասխան տամ, բայց խնդիրը դրված է աշխատանքներ կատարելու։ Որովհետև էսի մենք, հա, գոնե ազգային ժողովի դեպուտատների ընտրությունը մեկի շուտ էլի, էլը։ Այս ժողովուրդը ապրի փող մող վերցենք։ Այդ ընտրությունները շուտ էլի։ Մեկ այս երկրում արդար չենք քաղաքական ուղղությամբ գժվել ենք այդ մեր փողերի ծերը։ Սաբրանյանովիկ ասես գնացեք ձեր փողերը ստացեք, գնացինք։ Հիմա այս վարչապետին էլ օղորմիր անցյալներին կարող ասի գնացեք փողը ստացեք։ Հիմա հնարավոր է այս երկրում էլի։ Հիմա մի շաբաթ որ ձեր փողերը Չէ, մենք ուզում ենք Որելի մենք քեզ մեր գյուղում ասենք պատվավոր գյուղացի, պատվավոր մարդ մեր գյուղում, բայց չի լի։ Ոչ երնեք այն մարդուն այս երկրում որ քրտինքով է փող աշխատում։ Մեզ էս ինչ օրն են տրել։